Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, սկսենք թերևս օրվա պաշտոնական գլխավոր իրադարձությունից, վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, ընդհանրապես վերջին տարիներին նկատելի է Ղազախստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների մակարդակի բարձրացումը, ինչով է դա պայմանավորված եւ ընդհանուր առմամբ ինչ կարող է տալ Հայաստանը Ղազախստանին եւ Ղազախստանը ինչ կարող է ստանալ Հայաստանից կամ տալ Հայաստանին։ Այո, իրականում ճիշտ եք, մենք գիտենք, որ անցած տարի Ղազախստանի նախագահը այցելեց Հայաստան եւ գիտենք, որ Կենտրոնական Ասիան մեծ առումով ունի բավականին լուրջ պոտենցիալ, թե տնտեսական, թե էներգետիկ, եւ այդ տնտեսական պոտենցիալը պետք է իրացվի այդ տարածաշրջանից դուրս, մասնավորապես Արևմուտքում, Եվրոպայում, եւ Հայաստանը հանդիսանում է այդ տնտեսական ուղու վրա գտնվող ճանապարհների վրա գտնվող շատ կարևոր պետություն եւ 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները Վաշինգտոնում հայ-ամերիկյան եւ Հայաստան-Ադրբեջան հայտնի փաստաթղթերը նոր հնարավորություն են բացում տարածաշրջանի համար, որը նաև մեծ առումով տարածաշրջանի, քանի որ այդ հնարավորությունից օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև տվյալ դեպքում նաև Կենտրոնական Ասիայի երկրները ու Ղազախստանը։ Մենք գիտենք, որ օրեր առաջ տեղի ունեցել նաև Կենտրոնական Ասիայի 5 երկրների հանդիպումը C5 ֆորմատով Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Գիտենք, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի այդ տարածաշրջանը նաև Միացյալ Նահանգների համար, որտեղ Միացյալ Նահանգները էլի պատրաստվում է բազմամիլիարդանոց ներդրումներ անել էներգետիկ եւ այլ ոլորտներում եւ բնականաբար օգոստոսի 8-ի ստեղծած հնարավորությունը մասնավորապես TRIP ուղին թույլ է տալու նաեւ Կենտրոնական Ասիայի ու մասնավորապես Ղազախստանի էներգետիկ եւ տնտեսական այլ հնարավորությունները Հայաստանի միջով անցկացնել, հասցնել դեպի Թուրքիա, ապա Եվրոպա եւ այս առումով բնականաբար Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի եւ բնականաբար Հայաստանը նույնպես, քանի որ այդ հնարավորությունները նաեւ Հայաստանի համար են բացվում եւ Հայաստանը ուրեմն կոմունիկացիաների բացումով եւ խաղաղության հաստատումով ստանալու է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական դիվիդենդներ, որոնք բավականին լուրջ են ըստ խոսակցությունների, սա նաեւ բարձրացնելու է Հայաստանի քաղաքական, աշխարհաքաղաքական կշիռը մեծ առումով մեծ տարածաշրջանում։ Պարոն Առաքելյան, արդյոք կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները կամ ավելի ճիշտ Թրամփը փորձում է շրջանցիկ նոր ուղի կառուցել Ռուսաստանին շրջանցելով, նկատի ունեմ արևելքը կապելով արևմուտքին, Ղազախստան, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի, Հարավային Կովկասի երկրների միջոցով եւ այդ ուղու մեջ Հայաստանը կարևոր եւ մեծ նշանակալից դեր է ունենալու։ Տեսեք, պատական չի, որ այս ուղու շուրջ գործընթացները զարգացան կամ ակտիվ զարգացում են գրանցում, հատկապես օգոստոսի 8-ից հետո, քանի որ այո, Հայաստանը, այսպես ասենք, այն բացակայող օղակներ այս ուղու հետ կապված, որը փաստացի լրացվեց եւ դրանից հետո բնականաբար այս ամբողջ ճանապարհը կամ ուղին ամբողջանում է եւ այո, այս ուղու վրա գտնվող ցանկացած պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, ունի չափազանց կարևոր նշանակություն այս պրոյեկտը իրականացնելու համար եւ այդ շղթայի օղակներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ամբողջական շղթայի բացակայություն եւ հետեւաբար Հայաստանը այստեղ դրա համար եմ ասում, որ Հայաստանը այստեղ ձեռք է բերում եւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական լուրջ ուրեմն հնարավորություններ, ազդեցություն եւ բարձրանալու է Հայաստանի Հանրապետության ուրեմն կշիռը տարածաշրջանում մեծ առումով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին շրջանցելու, այո, այս ճանապարհը ֆիզիկապես չի անցնում Ռուսաստանով, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը չի կարող այս ճանապարհից օգտվել եւ հետեւաբար, այսինքն սա Ռուսաստանի դեմ պրոյեկտ չի, բայց միևնույն ժամանակ սա Ռուսաստանով անցնող կամ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գտնվող պրոյեկտ է եւ պատահական չի, որ ռուսական
որոշ ուժեր ցանկանում են այստեղ իշխանության գալ, որպեսզի ոչ թե ապավեն Հայաստանի Հանրապետության շահերը, այլ ապավեն Ռուսաստանի Դաշնության շահերը այս ճանապարհի վրա վերահսկողություն սահմանելու համար։ Պարոն Արաքելյան, օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, եթե ստորագրվի վերջնական Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, սա նոր պահանջ է, նոր նախապայման է Հայաստանի առաջ դրվող նորից։ Տեսեք, ես նշեցի, որ այս պրոյեկտը բաղկացած է մի քանի շղթաներից եւ եթե շղթաները չեն գործում, այս պրոյեկտը չի գործում, շղթաներից մեկը Թուրքիան է եւ ըստ էության պրոյեկտին մեկնարկ է տրվել եւ եթե Թուրքիան իսկապես շահագրգռված այս պրոյեկտով, իսկ ես կարծում եմ ու համոզված եմ, որ ամենաշահագրգռված պետություններից դա Թուրքիան է այս պրոյեկտով եւ իհարկե կա Միացյալ Նահանգների գործոնը, ես կարծում եմ, որ Թուրքիան պետքա հնարավորինս կախվածության մեջ չդնի իրեն Ադրբեջանի ու նրա նախագահի, այսպես ասենք, ցանկություններից եւ կարծում եմ, որ պրոյեկտը ունի կոնկրետ հստակ ժամանակացույց եւ այդ ժամանակացույցում ես կարծում եմ, որ նաեւ Թուրքիան ռեալ քայլեր, կոնկրետ քայլեր կիրականացնի այս պրոյեկտը իրականացնելու համար։ Իսկ մեծ առումով բնականաբար Թուրքիան նաեւ որոշակի գործընթացներ պայմանավորվում է Հայաստան-Ադրբեջան այդ գործընթացներով, դրանի պատասխան բնականաբար Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է արտգործնախարարության պատասխանը, որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորումները դրանք առանձին գործընթացներ են, բայց այնուամենայնիվ իհարկե մենք գիտենք, որ Թուրքիան որոշակի հանգամանքներ պայմանավորվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Պարոն Արաքելյան, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև ընտրությունները, ձեր կարծիքով շատ է խոսում ժամկետների մասին, կամ Ադրբեջանը արդյոք փորձում է ձգձգել կամ տապալել այս գործընթացը։ Ես կարծում եմ, պետքա որ ստորագրվի եւ ես կարծում եմ նախ եւ առաջ պետքա որ մինչև ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով մասնավորապես սահմանների ապաշրջափակման կամ սահմանների բացման հետ կապված որոշակի կոնկրետ քայլեր տեսեք, կարող է իրավիճակ ստեղծել, երբ որ դեռևս չկա պաշտոնական հաստատված դիվանագիտական հարաբերություններ, բայց որոշակի ուրեմն գործընթացներ տեղի ունենան մասնավորապես էլի կրկնեմ կոմունիկացիաների բացման հետ կապված։ Եվ այս ամենը որքանով է ազդում մեր ներքաղաքական կյանքի վրա, հաշվի առնենք, որ վերջին օրերին շաբաթներին բավական թեժացել է պայքարը, պարզ է դիմաց ընտրություններ են, բայց արդյոք միայն ընտրությունների հետ է կապված այս հաշվոժացումը ներքաղաքական կյանքում։ Տեսեք, մեծ առումով մեր ներքաղաքական կյանքում Հայաստանում կրկին կոնկրետ ուժերի կողմից իշխանություն վերցնելն է, դա կլինի ընտրություններ, թե ընտրություններից առաջ, եւ առաջիկայում իհարկե ընտրություններ են, այդ ֆոնին այս ուժերը էլի ակտիվանալու են, բայց ես բազմիցս կրկնել եմ, որ 2026 թվականի ընտրությունները դրանք իրենց նշանակությամբ շատ ավելի կարևոր են, քան նույնիսկ 2021 թվականի եւ դրանից առաջ ընտրությունները, քանի որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, եւ դրա արդյունքում մենք մեր տարածաշրջանում գալիս ենք կարծեք թե որոշակի հանգուցալուծումների տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն եւ կան ուժեր Հայաստանի Հանրապետությունում, որոնք չեն ցանկանում, որպեսզի այդ հանգուցալուծումը տեղի ունենա եւ այդ ուժերը սպասարկում են կոնկրետ երրորդ երկրի շահը, որը նույնպես այդքան է շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ եւ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հաստատմամբ եւ սահմանների բացմամբ եւ հետեւաբար օգտագործելով այդ իրենց պրոքսի ուժերը այստեղ փորձում են ուրեմն ընտրություններին լուրջ արդյունքներ գրանցել, որը հնարավորություն կտա իրենց անել այն ինչ որ հայտարարում են, իսկ իրենք հայտարարում են պարզ, որ եթե իրենք գան իշխանության դադարեցնելու են այս թռիփ ասածը, հա օգոստոսի 8-ի փաստաթղթերը չեղյալ են համարելու, իրենք
ուրեմն եթե նախկինում հայտարարում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, հիմա դա համարում են այսպես երազանքի փաստաթուղթ եւ հայտարարում են, որ իրականություն կդարձնեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, իսկ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրենց մեկնաբանությամբ, իրենց ռուսների, թուրքերի եւ ադրբեջանցիների դա Հայաստանից փոկված ուրեմն տարածքային միջանցք է, որ իրենք պատրաստվում են տրամադրել Ռուսաստանին տվյալ դեպքում նաև Ադրբեջանին եւ Թուրքիային, դրա դիմաց հույս ունենալով, որ Հայաստանում կստանան իշխանություն եւ անսահմանափակ հնարավորություններ անելու այս երկրի ու ժողովրդի հետ այն ինչ որ անում էին իրենց կառավարման 20 տարիների ընթացքում։ Պարոն Արաքելյան, Փաշինյանը օրս հայտարարեց, որ պետք է քաղաքական դաշտից դուրս բխվեն այն ուժերը, որոնք Հայաստանը տանում են դեպի թակարդ։ Այս հայտարարությունը Փաշինյանի շատերը որակեցին, որ առաջիկայում իշխանությունները կփորձեն փակեն կամ դուրս թողնեն քաղաքական գործընթացներից նախկին այն ուժերին, որոնք փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ, կա նման տեսեք մտավախություն կամ նման ծրագիր տեսեք դա մտավախություն է այդ ուժերի համար, բայց դա հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ ինքնիշխանության համար, քանի որ այս ուժերը իրենց նախկին 20 տարիների կառավարման ընթացքում եւ վերջին իրենց ուրեմն վարքագծով եւ հայտարարություններով ըստ էության ապացուցում են, որ իրենք գործում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության եւ պետության դեմ, նրանք եւ իրենց սպասարկող անատերև ուժերը հանդես են գալիս ժողովրդավարության դեմ, հանդես են գալիս ամբողջական ինքնիշխան պետություն ունենալու դեմ, հայտարարում են միութենական պետության կազմտնելու մասին, հայտարարում են, որ չգիտեմ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրականություն կդարձնեն ըստ էության այնպես ինչպես որ ուզում են ռուսները եւ այլն, այսինքն այս ուժերը բոլոր ուրեմն հնարավոր առիթները տվել են եւ հիմքերը տվել են, որպեսզի այո կասեցվի այս ուժերի ներգրավվածությունը քաղաքականության մեջ եւ սա հակաժողովրդավարական պրակտիկա չի, մենք տեսել ենք վերջին ամիսների ընթացքում թե ինչ է տեղի ունեցել Եվրոպական միության երկրներում, թե ինչպես հակաժողովրդավարական եւ հակահամակարգային ուժերին պարզապես արգելվել է մասնակցել ընտրություններին, ընտրական գործընթացներին եւ դա կրկնեմ հակաժողովրդավարական չէ, ընդհակառակը սա լավագույն պաշտպանություն է ժողովրդավարության, քանի որ այս ուժերը այլևս հայտարարում են, որ ժողովրդավարությունը դա ամենավատ կառավարման համակարգն է, այս ուժերը ըստ էության հայտարարում են, որ իրենց իշխանության գալով ժողովրդավարությանը վերջ է տրվում Հայաստանում եւ պարզապես պետք է այս ուժերին հնարավորություն չտալ, որպեսզի օգտագործելով ժողովրդավարական գործիքները գան իշխանության եւ վերացնեն ժողովրդավարությունը։ Իր ժողովրդավարությունը հատկապես Հայաստանի նման պետություններում ֆունդամենտալ հարց է, ֆունդամենտալ խնդիր է, քանի որ մեր նման փոքր պետությունները առանց ժողովրդավարության, առանց մրցակցության բոլոր ոլորտներում, կլինի տնտեսական թե քաղաքական, գոյատևել չեն կարող, դրա լավագույն օրինակը մեր նախորդ 20 տարիների պատմությունն է, երբ որ 20 տարի մարդկանց կերակրեցին ստերով, թե իբր իրենք մի փոքր պակաս ժողովրդավար են, մի փոքր պակաս, չգիտեմ, տնտեսապես զարգացած են, քանի որ, չգիտեմ, Արցախ են պահում, այդ միջոցները ուղղվում են բանակին եւ այլն, բայց կյանքը ցույց տվեց, որ ըստ էության այդ ամբողջ միջոցները ոչ թե Արցախին ու բանակինն են ուղղում, այդ ամբողջ միջոցները կամ այդ միջոցների զգալի մասը տարբեր մեխանիզմներով գնում էր իրենց անձնական գրպանները եւ հետեւաբար ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել երկիրը, հնարավորինս զերծ պահել կոռուպցիոն ուրեմն գործընթացներից եւ ուժեղացնել պետությունը։ Պարոն Արաքելյան, կան Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, այդ նույն ուժերը հայտարարում են, որ ցանկացած մարդ, ով ձերբակալվում է այս իշխանությունների կողմից, ինքը քաղաքական բանտարկյալ է։ Մենք փոքր առաջ խոսում ենք, որ պետքա Հայաստանը սահմանափակումներ դնի այդ նման ուժերին ու նրանց գործելակերպի վրա, դա այսինքն դա վերաբերում է նաև այսպես կոչված հիբրիդային պատերազմների եւ այլն։ Հայաստանը խոսքի ազատության կամ տեսակետի ազատության առումով այնքան ազատ երկիր է, որ
որտեղ նույնիսկ այդ ազատության մակարդակը արդեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ տեղեկատվական դաշտ են սպրդում տարբեր պետությունների եւ ուժերի կողմից հովանավորվող իբր արտասահմանյան լրատվամիջոցների fake news-եր, որոնք արտատպվում են տեղի լրատվամիջոցների ավելի ճիշտ քարոզչա մեքենաների կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հետեւաբար խոսել խոսքի ազատության մասին դա պարզապես ծիծաղել է։ Իսկ խոսքի ազատությունը չի նշանակում հայոյանք դիմացինի կամ դիմացինի արժանապատվության ոտահարում եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է քաղաք բանտարկյալներին, տեսեք, այնպիսի տպավորություն է, որ տեսեք թե որ ուժերն են խոսում քաղաք բանտարկյալներից, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, մարդիկ, ովքեր ըստ էության կազմակերպել են մարտի 1, որի արդյունքում գնդակահարվել է Երևանի կենտրոնում 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դրա հետ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել, որտեղ ասվում է, որ ուրեմն խախտվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի իրավունքը, այսինքն կապված սպանվածների հետ խախտվել է կյանքի իրավունքը եւ քննչական այդ գործողությունները թերի են արվել կամ անարդյունավետ, այսինքն կյանքի իրավունքը խախտած Հայաստանի Հանրապետության կյանքի իրավունքը խախտած ռեժիմի ներկայացուցիչները այսօր չպետք է բարոյական եւ այլ իրավունք ունենան խոսել Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներից, խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից, առավել եւս երբ որ նման խնդիրներ չկան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք գիտենք թե ինչպիսի հանցավոր ռեժիմ է գործել նախկինում, եւ այդ հանցավոր ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ, որոնց արդեն իրավապահները մոտենում են, ուրեմն կամ քաղաքական հայտարարություններ են անում, կամ հայտարարում են քաղաքականության մեջ մտնելու, կամ իրենց տեխնացություններն են դնում տարբեր ընտրական գործընթացներում եւ երբ որ իրանց ձերբակալում են, լավ իմանալով որ իրենք արդեն ձերբակալվելու են, հայտարարում են որ իրենք քաղաքական բանտարկյալ են։ Մեր հասարակությունը եւ բոլորս ճանաչում ենք այդ մարդկանց եւ ուրեմն քաղաքական բանտարկյալների եւ խոսքի ազատության մասին դրանց խախտումների մասին ուրեմն կարելի է լուրջ հոդվածներ գրել այդ ամբողջ 20 տարիների մասին, երբ որ կառավարում են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ մեծ առումով միջազգային կառույցները իրենց զեկույցներում նախկինում ներառում էին Հայաստանում քաղաքական բանտարկյալների արկայության մասին, այսինքն իրենց իշխանության տարիներին ոչ միայն ընդդիմություններ Հայաստանի հայտարարում որ կան քաղաքական բանտարկյալներ, այլ միջազգային կառույցներ իրենց զեկույցներում հստակ գրում են որ կան քաղաքական բանտարկյալներ, կան խոսքի եւ մամուլի սահմանափակումներ, կա վերահսկողություն, ուրեմն հեռուստաընկերությունների եւ այլնի վրա եւ այս տեսանկյունից ես խորհուրդ կտայի որ իրենք վերստեին համեմատային այդ տարիները այս ժամանակահատվածի հետ։ Կրկնեմ ինչ վերաբերում է քաղաք բանտարկյալներին, ոչ Հայաստանում քաղաք բանտարկյալներ չկան։ Պարոն Արաքելյան, հեծը զրկվեց լիցենզիայից, այս թեման կրկին շրջանառվում է, ոնց կմեկնաբանեք այդ որոշումը։ Վերջին ամիսների բացահայտումները, երբ որ պետությունը նշանակեց կառավարիչ, ցույց են տալիս, թե ինչպիսի չարաշահումներ են տեղի ունեցել հեծում եւ եթե չեմ սխալվում 3 նաեւ տեղեկություն հրապարակվեց որ 18-ից 24 թվականների տվյալները քաղաքացիների այդ արխիվից ջնջվել է, սա հանցագործություն է, սա հանցագործության կոծկում է, սա նշանակում է որ մարդիկ ունեն լուրջ մտահոգություններ, օրինակ կարող է պարզվի որ այդ ամբողջ 5-6 տարիների ընթացքում օրինակ համեմատելով ներկա ուրեմն սպառումները պարզվի որ քաղաքացիների վրա լուրջ ուրեմն հավելագրումներ են արվել եւ այլն տեսեք այդ անհատին եւ նրա սպասարկող այսպես ասենք հանրային այդ շարժում է կամ չգիտեմ միավոր է ինչ է անպագորգոր հայտարարություններ են անում կառավարման արդյունավետության, պետության կառավարման տնտեսական մոդելների եւ այլն, բայց մենք ունենք իրականություն, այսինքն իրենք ունեին հնարավորություն այ հեծի օրինակով ցույց տալ, որ այո իրենք
արդյունավետ կառավարիչներ են եւ իրենք ուրեմն հոգատար են Հայաստանի Հանրապետության գույքի եւ սեփականության նկատմամբ եւ առավել եւս երբ որ դա ռազմավարական նշանակություն ունեցող գույք եւ սեփականություն է, բայց մենք ունենք այլ պատկեր, ունենք սարսափելի պատկեր, թե ինչ է տեղ ունեցել սկսած հեծի սեփականաշնորհումից, թե ինչպես է պետության երաշխիքներով, ինչպեսի վարկեր են վերցրել, ինչպես են այդ վարկերը օգտագործվել, ինչպեսի ներդրումներ են արել, ովքեր են այդ կազմակերպության կապալառուները, որոնք ըստ էության ինչպես հասկանում ենք հրապարակումներից իրենց հետ ուղիղ փոխկապակցված կազմակերպություններ են, այսինքն փաստացի մի գրպանից գումարը վերցրել եւ դրել են մի գրպանը, սա նշանակում է որ այդ բոլոր ծառայությունները իրականացվել են ուրեմն շատ ավելի բարձրացած գներով եւ շատ ավելի անորակ, քան պետք է իրականացվել եւ այսպես շարունակ, այսինքն այստեղի բացահայտումները ցույց են տալիս ուղիղ հակառակը այն ինչի մասին խոսում են Սամվել Կարապետյանը եւ նրա ընտանիքի անդամները, ովքեր այսօր փորձում են մտնել քաղաքականություն կամ մտել են քաղաքականություն, կրկնեմ, հեծը շատ լավ օրինակ էր, թե ինչպես կարելի էր կառավարել եւ դրանով իրենք կարող էին այլևս ոչ մի բան չխոսել, վերցնեին հեծը որպես օրինակ, այ ասեն Ժորժ ջան, տեսեք, մենք գնել ենք հեծը այսպիսի վիճակում էր եւ մենք բարձրացել ենք հեծը, չգիտեմ, կառավարման եւ արդյունավետության ամենաբարձր մակարդակի, ժողովուրդը կտեսներ, կհասկանար, բայց իրականում մենք նույնիսկ մեր քաղաքացիների հետ շփումներից հասկանում ենք, թե ինչպիսի հավելագրումներ են տեղ ունենում, շատ կասկածելի են նախ բոլորս վճարում ենք այդ հոսանքի վճարները, շատ կասկածելի են այդ հոսանքի թվերը, թե ինչպես են դրանք գրվում, կան նաև տեղեկություններ, որ այդ հաշվիչները հնարավոր է նաև հաշվիչների մեջ ինչ-որ փոփոխություններ կատարել եւ այլն եւ այլն, այսինքն սա փող դիզելու կամ փող լվանալու միգուցե շատ լավ կառույց է եղել, որը ծառայել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների բարօրությանը, այլ իրենց կողմից հայտարարված կոնկրետ փոքր խմբակի, որը ըստ էության իրենք են եւ այսօր այո արդարացված է, դա ստրատեգիական օբյեկտ է եւ պետությունը չի կարող հեռու մնալ այդ կառույցից եւ չհասկանալ թե այնտեղ ինչ է կատարվում, ես կարծում եմ հիմքերը բավականին ամուր են պետության նման քայլի գնալու եւ եթե չեմ սխալվում 3 ամիս ժամանակ ունեն, որպեսզի սեփականատերը ուրեմն որոշում կայացնի վաճառի պետությանը, իսկ հակառակ դեպքում կա օրենսդրական հնարավորություն պետական գերակաշահ ճանաչելու միջոցով հետ վերցնել հեծը եւ դրա դիմաց վճարել գումար, որը արդար կլինի թե պետության, թե իրենց տեսանկյունից։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։